7 բաներ, որոնցից պետք է ազատվել Աստուծո ձայնը լսելու համար։ Երբևէ մտածել եք, թե ինչու է Աստուծո ձայնը թվում այդքան հեռավոր, կամ գուցե զգում եք, որ փորձում եք լսել նրան, բայց չեք կարողանում հստակ ընկալել նրա առաջնորդությունը։ Կա ինչ-որ բան ձեր կյանքում, որ խոչընդոտում է այդ հաղորդակցությունը։ Այսօր մենք միասին կուսումնասիրենք 7 բաներ, որոնցից պետք է ազատվեք Աստուծո ձայնը հստակ լսելու և թույլ տալու, որ նա առաջնորդի ձեզ նրա ճանապարհով։ Մինչև սկսելը, եթե ձեզ դուր է գալիս այս բովանդակությունը և կարծում եք, որ այն կարող է օգնել ուրիշներին, մի մոռացեք լայք դնել, բաժանորդագրվել ալիքին և ակտիվացնել զանգակը, ոչ մի տեսանյութ բաց չթողնելու համար։ Հիմա եկեք միասին իմանանք, թե ինչից պետք է ազատվեք Աստուծո ձայնը ավելի հստակ և նպատակային լսելու համար ձեր կյանքում։ Առաջինը՝ ապագայի նկատմամբ վախը։ Ամենամեծ խոչընդոտը ձեր և Աստուծո միջև ապագայի նկատմամբ վախն է, այն ինչի հետ մենք բոլորս բախվում ենք, անկախ նրանից, թե որքան փորձենք խուսափել դրանից։ Այդ մշտական անհանգստությունը այն մասին, թե ինչ կարող է պատահել առաջիկա փորձությունների մասին։ Երբ մենք թույլ ենք տալիս այդ մտքերին գերիշխել մեզ, կորցնում ենք ներկա պահում ապրելու կարողությունը և հետևաբար Աստուծո ձայնը լսելու։ Երբևէ մտածել եք, թե ինչպես է վաղվա օրվա նկատմամբ վախը հեռացնում ձեզ Աստուծո խաղաղությունից այսօր։ Ապագայի նկատմամբ վախը ոչ միայն զգացմունք է, այլ իրական խոչընդոտ։ Երբ վախենում ենք, մեր միտքը ծանրաբեռնված է, մտքերը խառնվում են։ Ինչպես կխոցի Աստված ձեզ հետ, երբ վախը բարձր է գոռում նրա ձայնից։ Նա ուզում է առաջնորդել մեզ, բայց մենք պետք է պատրաստ լինենք և չապրենք մշտական անհանգստության մեջ։ Երբևէ փորձել եք հավատքի քայլ անել, բայց վախը կանգնեցրել է ձեզ։ Քանի անգամ եք զգացել կաթվածահար, կարծես վախը խոչընդոտում էր առաջ գնալուն։ Եթե սպասում եք, որ վախը անհետանա մինչև Աստծուն վստահելը, իմացեք, որ դա կարող է և չպատահել։ Մենք պետք է որոշում կայացնենք չթույլ տալ վախին գերիշխել մեր կյանքում, այլ ընդհակառակը թույլ տալ վստահությունը Աստծուն գերակշռել։ Նա ասում է. «Մի վախենա, քանզի ես քեզ հետ եմ» Եսայա 41:10։ Երբ ազատվում եք վախից, տեղ եք ստեղծում, որպեսզի հստակ և ճշգրիտ լսեք նրա ձայնը։ Գուցե ժամանակն է թողնել վախը և ավելի շատ վստահել Աստծուն։ Վախից հրաժարվելը չի նշանակում, որ դժվարությունները կանհետանան, բայց նշանակում է, որ ընտրում եք վստահել Աստծուն, չնայած հանգամանքներին։ Աստված երբեք չի թողնի ձեզ, և այն պահից, երբ ազատվեք վախից, նա կդառնա ձեր ապաստանը։ Պատրաստ եք ավելի հստակ լսել նրա ձայնը և թողնել վախը հետևում։ Երկրորդը՝ վերահսկողության անհրաժեշտությունը։ Ազատվեք վերահսկողությունից ավելի լավ լսելու համար։ Վերահսկողության անհրաժեշտությունը մեր կյանքում ամեն ինչ վերահսկելու շատ ուժեղ բան է։ Մեզ թվում է, որ եթե լիակատար վերահսկողություն ունենանք իրավիճակների նկատմամբ, կկարողանանք խուսափել տհաճ իրադարձություններից։ Սակայն վերահսկողության այդ անվերջ ձգտումը խոչընդոտում է մեզ վստահել Աստծուն։ Նկատել եք, թե ինչպես է ամեն ինչ վերահսկելու փորձերը խոչընդոտում ձեզ թույլ տալ Աստծուն գործել։ Երբ փորձում ենք ամեն ինչ վերահսկել, մեր միտքը դառնում է քաոս, հայտնվում են կասկածներ, անորոշությունները անհանգստացնում են մեզ, և մենք հեռանում ենք Աստծո խաղաղությունից։ Միթե փորձելով վերահսկել կյանքի յուրաքանչյուր կողմը, չեք հանձնում նրան, ում ուզում եք առաջնորդել ձեզ։ Բայց անհրաժեշտ է, որ պատրաստ լինենք հրաժարվել վերահսկողությունից։ Քանի անգամ եք փորձել պլանավորել կյանքի յուրաքանչյուր քայլը, անհանգստանալով նույնիսկ այն բանի համար, ինչը ձեր վերահսկողությունից դուրս է։ Գիտեք, որ վերահսկողության այդ մոլուցքը կարող է հանգեցնել այն ուղղության կորստի, որ Աստված ունի ձեզ համար։ Հրաժարվելով վերահսկողությունից, տեղ եք բացում Սուրբ Հոգու գործելու համար ձեր կյանքում։ Աստծո առաջնորդությունը չի գալիս վերահսկողության միջոցով, այլ հանձնման։ Երբ վստահում եք Աստծուն, հանձնում եք վերահսկողությունը նրան, իմանալով, որ նրա կամքը ավելի լավ է, քան ձերը։ Այդ հետ գալիք խաղաղության զգացումը անհնար է փոխանցել բառերով։ Աստծո ձայնը դառնում է ավելի հստակ, երբ ընտրում եք ապրել վստահությամբ, որ նա վերահսկում է իրավիճակը։ Վերահսկողությունից հրաժարվելը հեշտ չէ, բայց դա բանալի է ավելի լիարժեք ապրելու և Աստծուն ավելի հստակ լսելու համար։ Ինչից կարող եք սկսել հրաժարվել վերահսկողությունից և թույլ տալ Աստծուն առաջնորդել ձեր քայլերը։ Սկսեք այսօր և թույլ տվեք նրան ցույլ տալ ձեզ ճանապարհը։ Երրորդը՝ թունավոր հարաբերությունները։ Ազատվեք սխալ ազդեցությունից։ Թունավոր հարաբերությունները ունեն ուժ բացասաբար ազդելու մեզ վրա, շեղելով մեզ մեր իրական ինքնությունից և առաքելությունից Աստծո մեջ։ Կան ձեր շրջապատում մարդիկ, որոնք ձեզ քաշում են ներքև կամ խոչընդոտում հստակ լսել Աստծո ձայնը, քանի որ բացասականության աղմուկը հեռացնում է Աստծո խաղաղությունը։ Թունավոր մարդիկ կարող են նույնիսկ քողարկվել որպես ընկերներ, բայց նրանք ինչպես քարեր են ձեր հոգևոր ճանապարհին։ Երբ շրջապատում եք ինքներդ ձեզ մարդկանցով, որոնք չեն կառուցում ձեզ, հեռանում եք այն ճշմարտությունից, որ Աստված ուզում է բացահայտել ձեզ։
Միթե որոշ ազդեցությունները չեն խոչընդոտում ձեզ հետևել Աստծո ձայնին։ Գիտեք այն ընկերոջը կամ ընտանիքի անդամին, ով մշտապես քննադատում կամ դատապարտում է ձեզ։ Այդ բացասականությունը կարող է ստեղծել խոչընդոտ ձեր եւ Աստծո խոսքի միջեւ։ Դժվար է լսել Աստծուն, երբ շրջապատում այդքան բացասական աղմուկ կա։ Երբ հեռանում եք այդպիսի մարդկանցից, սկսում եք լսել նրա ձայնը ավելի հստակ։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ չքայլել ամբարիշների խորհրդով, Սաղմոս 1:1, եւ դա հզոր հիշեցում է, որ ընտրենք մեր կյանքում այնպիսի մարդկանց, որոնք կօգնեն մեզ հոգեվորապես հաճել, ոչ թե հետ քաշել։ Ինչ հարաբերություններով եք թույլ տալիս շրջապատել ինքներդ ձեզ։ Թունավոր հարաբերություններից ազատվելը չի նշանակում դադարել սիրել այդ մարդկանց, բայց նշանակում է պաշտպանել ձեր սիրտը եւ միտքը։ Երբ շրջապատվում եք ավելի առողջ մարդկանցով, ձեր հավատքը ամրապնդվում է եւ ավելի հստակ լսում եք Աստծուն։ Ում հետ կարող եք կապվել ամրապնդելու ձեր հավատքը եւ ավելի լավ լսելու Աստծուն։ Չորրորդը ինքներդ ձեզ պատմած սուտը։ Ազատվեք ինքներդ ձեզ քայքայող ստից։ Այն սուտը, որ մենք պատմում ենք ինքներդ մեզ, կարող է այնքան վնասակար լինել, որքան այն, ինչ լսում ենք ուրիշներից։ Այդ սուտերը համոզում են մեզ, որ մենք բավարար չենք լավը, որ արժանի չենք Աստծո շնորհին, կամ որ Աստված չի կարող օգտագործել մեզ։ Եղել են դեպքեր, երբ հավատացել եք ստի այն մասին, թե ով եք դուք։ Այդ սուտերը ստեղծում են պատ ձեր եւ Աստծո միջև։ Երբ հավատում ենք, որ անարժան ենք, կամ որ Աստված չի կարող խոսել մեզ հետ, սահմանափակում ենք ինքներս մեզ։ Միթե ձեր հավատքի բացակայությունը ինքներդ ձեզ նկատմամբ չի խոչընդոտում լսել, թե ինչ է ուզում ասել Աստված ձեզ։ Աստված ձեզ տեսնում է բոլորովին այլ կերպ, որպես կատարյալ արարած, արժանի նրա սիրո եւ առաջնորդության։ Քանի անգամ եք ասել ինքներդ ձեզ, ես բավարար լավը չեմ, կամ Աստված չի կարող օգտագործել ինձ։ Այդ ստերը խոչընդոտ են ստեղծում ձեր մտքում եւ սրտում։ Պատրաստ եք քանդել այդ ստերը եւ սկսել ապրել համաձայն այն, ինչ Աստված ասում է ձեզ նկատմամբ։ Ճշմարտությունը, որ Աստված ասում է ձեզ նկատմամբ, շատ ավելի հզոր է, քան ցանկացած սուտ, որին հավատացել եք։ Դուք սիրված եք, ընտրյալ եւ զորացված Աստծուց։ Երբ սկսում եք հավատալ այդ ճշմարտությունը, Աստծո ձայնը դառնում է ավելի հստակ եւ սկսում եք լսել նրան ավելի ուշադիր։ Այդ ստերից ազատվելը սկսվում է գիտակցումից, որ դուք ստեղծված եք Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Նա երբեք չի լքել ձեզ, եւ նրա ձայնը միշտ մոտ է, առաջնորդելու ձեզ։ Պատրաստ եք փոխարինել ստերը ճշմարտություններով, որոնք կմոտեցնեն ձեզ Աստծուն։ 5-րդը լռության բացակայությունը։ Բանալին Աստծո ձայնը լսելու համար։ Մենք ապրում ենք աղմկոտ աշխարհում, որտեղ մշտապես շրջապատված ենք ձայներով, լինի դա մարդիկ, սոցիալական ցանցեր կամ նույնիսկ մեր սեփական միտքը։ Լռության բացակայությունը ամենամեծ խոչընդոտներից մեկն է Աստծո ձայնը լսելու համար։ Երբևէ մտածել եք, որքան ժամանակ եք անցկացնում աղմուկի մեջ, առանց ինքներդ ձեզ հանգիստ տալու, լսելու, թե ինչ է ուզում ասել Աստված ձեզ։ Լռությունը ոչ միայն ձայնի բացակայություն է, այլ հանգստության տարածություն, որտեղ կարող ենք լիովին ուշադիր լինել Աստծուն։ Երբ չենք փնտրում այդ լռությունը, թույլ ենք տալիս շրջապատի քաոսին որոշել մեր կյանքը։ Միթե աղմուկի ավելցուկը չի խոչընդոտում ձեզ լսել Աստվածային առաջնորդությունը։ Աստված խոսում է հանգիստ եւ մեղմ ձայնով, եւ դա լսելու համար պետք է հանգստացնենք մեր միտքը։ Երբևէ փնտրում ենք Աստծուն, բայց մեր միտքը այնքան լցված է մտքերով եւ հոգսերով, որ չենք կարողանում իսկապես լսել նրան։ Ինչ կպատահեր, եթե դանդաղեցնեիք ձեր տեմպը, անջատեիք արտաքին աղմուկները եւ թույլ տայիք ինքներդ ձեզ լսել Աստծո մեղմ ձայնը։ Լռությունը ոչ միայն անհրաժեշտ է մեդիտացիայի համար, այլ բանալի է Աստծո հետ մտերմության համար։ Պատկերացրեք, որ գտնվում եք շտապողականության զերծ տարածությունում։ Աստված ավելի հստակ է խոսում, երբ դուք նվիրում եք ժամանակ լռությանը, թույլ տալով ձեր հոգուն համաձայնվել Արարչի ձայնին։ Պատրաստ եք ավելի շատ լռություն ստեղծել եւ ավելի լավ լսել, թե ինչ է ուզում ասել Աստված ձեզ։ Անջատեք շեղող գործոնները, փնտրեք մենության պահեր եւ ստեղծեք տարածություն լսելու այն, ինչ Աստված ուզում է բացահայտել ձեզ։ Ինչ կասեք ավելի շատ ժամանակներ դնելու լռության մեջ եւ այդպիսով ամրապնդելու ձեր հարաբերությունները Աստծո հետ։ Դա հսկայական տարբերություն կստեղծի այն բանում, թե որքան հստակ կլսեք նրա ձայնը։ 6-րդը հպարտությունը։ Խոչընդոտ, որ խանգարում է լսել Աստծո ձայնը։ Հպարտությունը ամենամեծ խոչընդոտներից մեկն է Աստծուն լսելու համար։ Երբ մտածում ենք, որ ամեն ինչ գիտենք կամ որ ինքնաբավ ենք, փակվում ենք Աստվածային իմաստության առաջ։ Կա ձեզ մոտ անհրաժեշտ խոնարհություն լսելու Աստծո առաջնորդությունը, թե կարծում եք, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Հպարտությունը հաճախ խոչընդոտում է մեզ ընդունել մեր կարիքը Աստծո նկատմամբ։ Մենք մտածում ենք, որ կարող ենք ապրել առանց նրա առաջնորդության կարիքի։ Միթե ինքնաբավության այդ զգացումը չի խաբում ձեզ։ Աստված ուզում է առաջնորդել մեզ, բայց դրա համար պետք է հրաժարվենք հպարտությունից եւ հնազանդվենք նրա կամքին։
Աստվածաշունչը զգուշացնում է մեզ հպարտության մասին, ասելով, որ այն տանում է անկման։ Առակներ 16-18։ Հպարտությունը հեռացնում է մեզ Աստծուն վստահելու պարզությունից եւ խոչընդոտում հստակ լսել նրան։ Միթե հպարտությունը չի թույլ տալիս խոսել ավելի բարձր, քան անհրաժեշտ է Աստծուն լսելու համար։ Խոնարհությամբ, երբ խոնարհվում ենք նրա առաջ, տեղ ենք ստեղծում, որտեղ նրա ձայնը կարող է հստակ լսվել։ Ինչպես կփոխվեր ձեր կյանքը, եթե լիովին հանձնվեիք Աստծո կամքին, առանց դիմադրելու հպարտությանը։ Աստված ոչ ոքի չի ստիպում լսել, բայց առաջարկում է իր իմաստությունը նրանց, ովքեր խոնարհվում են։ Հպարտությունից հրաժարվելը ամենօրյա ընտրություն է, բայց կարևոր քայլ թույլ տալու Աստծուն ազատ խոսել ձեր կյանքում։ Պատրաստ եք հրաժարվել հպարտությունից եւ թույլ տալ Աստծուն լինել գլխավոր առաջնորդը ձեր ճանապարհին։ Այդ քայլը կբերի զարմանալի փոխակերպում ձեր հարաբերություններում Աստծո հետ։ 7-րդը՝ համբերության բացակայությունը։ Լսելու գործընթացը Աստծո ձայնի։ Հաճախ մենք ուզում ենք անմիջապես պատասխաններ ստանալ Աստծուց։ Սպասում ենք, որ նա խոսի մեզ հետ հենց հիմա, ճիշտ այնպես, ինչպես մենք պատկերացնում ենք։ Սակայն համբերության բացակայությունը կարող է մեծ խոչընդոտ դառնալ նրա ձայնը լսելու համար։ Կա ձեզ մոտ համբերություն սպասելու Աստծո ժամանակին, թե չափից շատ անհանգիստ եւ անհամբեր եք։ Աստված ջին չէ լամպից, որ անմիջապես կկատարի ցանկությունը։ Միթե ձեր անհանգստությունն ու շտապողականությունը չեն խոչընդոտում լսելու գործընթացին նրա ձայնը։ Մենք պետք է սպասենք, վստահելով Աստծո կատարյալ ժամանակին։ Համբերության բացակայությունը կարող է ստիպել մեզ փնտրել արագ պատասխաններ, շրջանցիկ ճանապարհեր կամ հեշտ լուծումներ, բայց այդպես վարվելով հեռանում ենք այն համբերությունից, որ անհրաժեշտ է իսկապես լսելու Աստծուն։ Պատրաստ եք սպասել, հանգստանալով Աստծո կատարյալ ժամանակին եւ վստահելով, որ նա կխոսի ճիշտ պահին։ Հիշեք, որ Աստված չի ենթարկվում մարդկային ժամացույցներին, նա գործում է հավերժական ժամանակում։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ համբերությամբ սպասել, իմանալով, որ նա ունի մեզ համար ավելի լավը։ Ինչպես կարող եք սովորել ավելի համբերատար լինել, վստահելով, որ Աստված կբացահայտի իր կամքը իր ժամանակին։ Աստված օգտագործում է սպասման գործընթացը ամրապնդելու մեր հավատքը եւ սովորեցնելու կախված լինել նրանից։ Սպասման յուրաքանչյուր պահ հոգևոր աճի հնարավորություն է։ Եթե սովորեք համբերությամբ սպասել, շուտով կնկատեք, որ Աստծո ձայնը դառնում է ավելի հստակ եւ հասանելի։ Հուսով եմ, որ տեսանյութը դիպել է ձեր սրտին եւ օգնել է ավելի մոտենալ Աստծո ձայնին։ Եթե զգացել եք, որ այս բովանդակությունը օգտակար է եղել, մի մոռացեք լայք դնել, կիսվել նրանց հետ, ում պետք է լսել այս պատգամը եւ իհարկե բաժանորդագրվել ալիքին միասին շարունակելու աճել։ Թող Աստված շարունակի օրհնել ձեզ եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։